Մերոնք GTM կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր ծրագրի գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Այնիշ տեղի ունենում ազգային ժողովում, այնիշ տեղի ունենում աշխարհում, մեծ հաշվով կարող ենք սովորական քաղաքացիներս լսել, չգիտեմ, արձագանքել, հիմի համացանց կա, ով, ինչպես ասում են, չի ալարում, երկու տող գրում է, փորձում է գործիչ Երևան եւ այլն, բայց այս խառը կանաչու կեղտաբույլը կամ հետևանքները այդուհանդերձ քաղելու է ժողովուրդը։ Մենք մեզանից յուրաքանչյուրը մի օր պատասխան ենք տալու իշխանական կամ երկիրը ղեկավարողների սխալների համար։ Դա Աստված, որ այդ սխալները քիչ լինեն։ Բայց այսօր խոսենք այդ թեմայով, այդ մասին, սկսենք նրանից աշխարհն ու մենք։ Աշխարհն ու մենքը մի տրամաբանություն ունի։ Նիկոլ Փաշինյանը բոլորի նման փորձում է խաղանել։ Բոլորը խաղ են անում, խոսում են, առայժմ, այսպես ասած, լեզվի մրցույթ է, Նիկոլ Փաշինյանը իր նման, իր ձևով, իր շնորհքով աշխարհի հետ շփվում է Հայաստանի եւ հայ ժողովրդի ու հայոց պետականության անունից։ Այստեղ մի կարևորություն կա։ Երբ մարդը ուղիղ խոսք ասում է կամ երբ փորձում է ավելի խելոք ու խորամանկ ու իմաստուն երևալ։ Ես չգիտեմ Նիկոլ Փաշինյանը ինչ լեզվով է խոսում Պուտինի հետ, ինչ լեզվով է խոսում, չգիտեմ, Բայդենի հետ, ինչ լեզվով է խոսում Դոնալդ Թրամփի հետ եւ մյուսների հետ, աշխարհի հետ, հուսանք, որ այդտեղ ազնվությունը ավելի շատ է։ Այսինքն դիմացինի ազնվությունը դու ավելին ես գնահատում, երբ նա շիտակ է եւ երբ նա սկսում է խորամանկել, փորձելով քեզ դնել, այսպես ասած, հիմարի տեղ, դու ժպտում ես, բայց այլևս երբեք նրան լուրջ չես վերաբերում։ Ես ուզում եմ հուսալ, որ Նիկոլ Փաշինյանը գոնե միջազգային հարաբերություններում ու ասպարեզում չի փորձում խորամանկել, այլ ավելի ազնիվ է, շիտակ է, մաքուր է։ Հակառակ դեպքում, ես ասացի, այդ ամբողջ վնասները մենք ենք կրելու։ Մի օր ուրեմն իմ հանգուցյալ տատը կամ մեր մեծերը խոսք ունեին։ Ասում էր բալաջան, մութը քաքը չի ուտում։ Ասում էր նանի ջան, ես ինչ ես ասում։ Ասում էր լամտի կարա, մութնա չէ դրանը, հա, որ մինը գնա են ծառի տակ պապազի, ռևալ չի, բայց առավոտը լիսը բաց տիլին, սախ պտի տենան, որ մի անշնորհք շան, որ տի այդ ծառի տակ կեղտոտելա։ Ուրեմն մի օր լույս կբացվի բոլոր այն հարաբերությունների վրա, որ այսօր ստեղծում է Հայաստանի ղեկավարությունը կամ մասնավորապես Նիկոլ Փաշինյանը իր արտգործնախարարության էսի ձեռամբ։ Հուսանք, որ ամեն ինչ ավելի լավ կլինի, քան ունենք մեր ներքին իրականության մեջ։ Իսկ ներքին իրականությունը դառն է։ Այն ոչ անհայտ Ֆերդինանդի տղան Էդգար Ղազարյանը այն օրը մի, այսպես ասեմ, տաղանդավոր ելույթ ունեցավ։ Ճիշտ ելույթ ունեցավ, ճշմարիտ մտքեր արտահայտեց, բայց գիտեք ցավն ինչ է, ցավն է, որ այդ ճշմարիտ մտքեր արտահայտողը այս երկիրը պղծողների հետ տարիներ շարունակ այդ ճշմարիտ մտքերը չի արտահայտել, մասնավորաբար չի թքել Քոչարյան Ռոբերտի մռութին, Սերժիկ Սարգսյանի ականջին, ասել լսեք, այ ոչ մի բաներ, այս երկրի, որ պոտենցիալը զրոյացնում եք, ձեր լակոտների գրպանն եք դնում այսքան զոհերը բանը, վաղվա եկողը ինչ պիտի անի։ Փոխարենն ասած, որ այ Նիկոլն եկավ, այսքան վնաս եւ այսքան կորուստ ունեցանք, այո, բայց չասած, որ ինքը այդ վնաս տվողների կողքին էր, միջև հերթը հասավ Նիկոլին։ Եվ հիմա փայլուն ելույթ է ունենում, բրավո, ես ասեմ, ելույթում մանրամասներ կային, այո, ոչ ոք Նիկոլ Փաշինյանին եւ Նիկոլ Փաշինյանին մասնավորապես չընտրեց, որ իր հետ ազգային ժողով բերի բոլոր նրանց, ովքեր ժամանակին հոշոտում էին հայոց բանակը։ Ոչ ոք Նիկոլ Փաշինյանին չընտրեց նրա համար, որ ինչ որ կապիկային սրտիկներ ու սրտիկներ անի։
Տիրանը ծառին է, բան։ Ու որ գնաս հետ կգամ, սա տգիտություն է, սա գեղեցկություն է, սա հետամնացության դրսևորում է։ Ոչ ոք Նիկոլ Փաշինյանին չբերեց, որ կանկադնակը կամ պերաշկին 3-4-ի վրակացի մի հատ էլ ցույց տա։ Սա քաղաքակիրթ մարդու համար վիրավորանք է։ Ճիշտ է, որոշներն ասում են ինչ ես ուզում, մեր նման մարդ է էլի, չէ՞ հա։ Ինչ եք ասում։ Մեր նման մարդիկ կադրում չպիտի կծեն եւ ցույց տան ժողովրդին։ Դա տգեղ է ուղղակի, ոչ թե վիրավորելու համար եմ ասում, պիտի հասկանանք, պիտի սևը սպիտակից տարբերվի։ Պիտի ակնհայտ տեսնենք ու ասենք սա սև է, սա սպիտակ, իսկ մենք գույները խառնում ենք, փորձում ենք սևին սպիտակ ասել։ Եվ դա դժբախտությունների դժբախտությունն է։ Ոչ ոք Նիկոլ Փաշինյանին չէր ասում մի տգիտությունը հովանավորողին մի համասեռամոլի օգնությամբ բեր դարձրու Երևանի քաղաքապետ եւ ակնհայտ ոչ հայերեն բառակապակցությունը գրող տգետին տարիներով մի բառ չեն կարողանում քաղաքում փոխել։ Այդքան էս պահին ներքին իրականության մեջ իշխանություն չունենք։ Եվ այսօր այդ Էդգար Ղազարյանը երբ ասեց սրիկայաբար օգտագործեցիք էսը այնը մի անգամից մի ամբողջ ազգային ժողովի չգիտեմ իշխանական խմբակցություն իրեն պատե տալիս ասում է ներողություն խնդրեք։ Պարոն Ռուբինյան, դուք ներողություն խնդրել եք հայ ժողովրդից, հայ քաղաքացուց, հայ երեխայից, որ դպրոցում ուսուցիչն ասում է հայերեն բառակապակցությունը գրվում է առանձին, փողոցում ձեր իսկ քաղաքապետի թույլտվությամբ գրել է միասին եւ այն երեխան են աշակերտը, որ տեսնում է ասում հայրիկ, այս բառակապակցությունը առանձին է գրվում։ Հայրիկը նայում է ապշած տեսնում, որ ինչ որ մի ապրանք գրել է միասին։ Հետո հայրիկը բարձրաձայնում է եւ ոչ մի ապրանք դրան չի արձագանքում։ Քաղաքապետից սկսած։ Հիմա սա վիրավորական է, որ դուք սրիկայաբար լռում եք։ Դա սրիկայաբար լռել է։ Կներեք մեղմ բարիս համար։ Դուք ուխտին նստած կուզեկուզ եք անում։ Այո, սրիկայաբար Էդգար Ղազարյանի կողմնակիցները իր նմանները տասնյակ տարիներ շարունակ երկիրը հասցրեցին այդ վիճակին։ Բայց դուք ստրիկաբար շարունակում եք, գրողը տանի, էլ ոնց է լինում շարունակելը։ Ձեզ ինչի համար հասարակությունը ընտրեց։ Ընտրեց, որպեսզի այդ ստրիկայաբարները չլինեն։ Այդ որ հակակոռուպցիոն կոմիտեի կոչված հակակոռուպցիոն կոմիտե կոչվածը ամեն անգամ այ չգիտեմ Քոչարյան Ռոբերտից այսքան փող այսքան 100 միլիոն նայատել, բայց այդ մարդիկ գողություն են, չի արել, չեն եկել է, թաքուն, որ ասում է, ինչ-որ մեկից խնդրել հետ չեն տալիս, գողացել են քու պետությունից, պետական դավաճանություն են գործել, պետության նկատմամբ, զինվորի նկատմամբ, այն կորուստները, որ ունենք բոլոր այդ մարդկանց մեղքերն են, հետ որ փողը վերցնում եք բաց թողնում, այսինքն մեկը գնա հարևանից հավ գողանա 7 տարի դատ կտակ այդ մարդուն կնստացնեն։ Բայց որ 100 միլիոն կամ 500 միլիոն դոլար գողացել է, իսկ դրա արդյունքում զենք ու զինամթերքից բռնած իրենց լակոտների գրպանն է գնացել փողի տեսքով եւ մենք պարտություն ենք կրել, այդ մարդիկ պիտի փողը տան շարունակեն ապրել։ Պետական պաշտոնյաները, ու դուք համարում եք, որ գործ եք անում եւ խեղճ ժողովուրդ, էսա սպասի, գարուն կգային ավանակի պես յոնջակ ուտենք, չէ՞։ Մենք վաղուց եւ հայ ժողովուրդը վաղուց սպասում էր այդ արդարության հանրայնացմանը, արդարադատության։ Այդ արդարադատությունը չկա։ Ասում եմ դուք գոնե ընդամենը մի նախադասություն, մի միտք անգամ փողոցում տգետ գրված, այդքան մարդ չեք, կամ այդքան տղա չեք, կամ այդքան կիրք չեք, կամ այդքան չկաք, որ փոխեք, ասեք հոպ, այս մեր մայրենի լեզուն է, բայց սաղորը մայրենից եք ու մայրենից եք խոսում։ Ինչու եք ստում։ Բոլորը ստում եք։ Ստում են ընդդիմադիր կոչվածները, նրանց հացը վաղուց խլեբ է դարել, չգիտեն, ստում եք դուք։ Եվ այս ստախոսությամբ մտածում եք, որ էսա, այստեղ է, որ բանական մարդը չի կարող հավատա։ Քո ավանդը թողաճի պոպկորնի արագությամբ։ Տարեկան 10.25% տոկոսային եկամտաբերությամբ։ Իդեպ, այն կարող ես համալրել անսահմանափակ, երբ ուզես, որքան ուզես։ Եվ այս ամենը Fast Bank Mobile-ով։
բանակի շտաբի պետ ունեք։ Ով է այդ տգետը։ Ու մորոք գրավվեց ջերմուկի սարերը, հակա հարվածը չկարողացան տան եւ այս տգետն ասեց, «Էս սա կսովածանան կգնան»։ Հələ միջևի չեն սովածացել ադրբեջանցիք, որ հետ գնան։ Պաստադեր շտաբի պետն է։ Ավելի վերջերս հետքը մի հոդված էր գրել, իդեպ բանի հոդվածներ կա կամ բաներ կա, որ բարձրաձայն ասելը ես համարում եմ ոչ ճիշտ, ոչ թե ոչ կոռեկտ, ուղղակի հանրությանը դարձնել չի կարելի, քանի որ թշնամիներ է լսում։ Բայց ինչքան հասկացա, ձեր շտաբի պետերն ու պատասխանատուները թքած ունեն այս ամենի վրա, եւ երբ հանրայնացրեցին, թե ինչ է կատարվում կոնկրետ այսինչ պաշտպանական գծում, այդ շտաբի պետ կոչվածը մեկին վերցրեց, գնաց հասավ տեղ, գնացինք ճիշտ է թերություններ կան, բայց այդքան չեն։ Սիրտիկ, հոդուկ փորձանք չեք։ Ձեզ թվում է այն դրսի ես ասացի զրույցները մի օր պիտի գա հասնի, մենք այդ իրականության հետ շփվենք, ինչպես է զրուցել երկրի ղեկավարությունը, ինչ դիվանագիտական առաջընթաց ունենք, ինչ կա այդ ամեն պսպղուն բան չի, որ ոսկի այդ փայլունի տակ եւ ներքին ասպարեզում սրիկայաբար նենգա փոխելով շարունակում եք ինչ որ բաներ ապացուցել եւ դուք համարում եք սա լուրջ եւ մի հատ էլ Էդգարին Ղազարյանն ասում եք ներողություն խնդրի Էդգար Ղազարյանն այնքան մեղք ունի որ Քոչարյանների ու Սերժերի հետ հացակերել ուղիղ եւ փոխաբերական իմաստով որ Աստված նրա մեղքերը չի ների դուք ով եք որ մեղք կներեք դուք այնքան մեղք ունեք ձեր ամենաթողությամբ ինքզինքներդ այն որ ասում է սրբի անձերոցիկի տեղ դնելով ապրելով, որ ձեզ էլ ձեր մեղքերն էլ ներող չի լինի։ Այդ ինչի եք իրարից ճշմարտությունը կամ այն որ ասում է ճիշտ աշխատելը թողած, աշխատանքի հնարավորությունը թողած, ինչը ձեզ ընձեռել է ժողովուրդը, հանկարծ որոշում, որ մեկը մյուսից պիտի մեղադրեք։ Որը ձեր գործն արեցիք որ։ Ինչ գործ ունեին Քոչարյանները, Սերժերը եւ մյուսները Արևի տակ, նրանք բոլորը պիտի պատասխան տային իրենց արած հանցանքի, ամենամեծ հանցանքի պետական դավաճանության համար, մեր ժողովրդի տառապանք, ամեն ինչը փոշիացնելու ճանապարհի համար, Քոչարյանը երկաթգիծը Սերժի հետ միասին տվեց ռուսին, կարող էր թուրքին տալ էական չի, օտարեց, մենք տերը չենք նրա, Իրան-Հայաստան գազամուղը, որ մենք պիտի ունենայինք Քոչարյանի եւ ռուսների հրահանգով վերցրեցին եւ դարձրեցին, չգիտեմ, ջրի տրուբա փոքրիկ։ Հիմա էլ կառավարումն էլ իրենցն է։ Հայ-ռուս գազը մի խոսքով ամեն ինչ, էլեկտրոցանցեր, մյուսը, բոլոր հնարավորությունները մարդիկ դավաճանաբար օտարել են։ Մենք աշխատել ենք, իրենք լափել են, իրենց մնալու գինը օտարել են։ Այդ մարդիկ ինչու պիտի պատգամավոր լինեին, ինչու պիտի դրանք իրենց երեխեքով պատասխան տված չլինեին։ Ես թքած ունեմ, թե հակակոռուպցիոն կոմիտեն քանի միլիոն ու միլիարդ է բացահայտել, որ բացահայտել է ինչ։ Այդ մարդը ոչ միլիոնն է տվել, ոչ էլ բանտում է նստած, ոչ էլ պատասխան է տալիս իմ պետությանը մեր զոհվածներին դավաճանելու համար։ Արցախը կորցնելու համար։ Այս ամբողջը մեխանիզմը գործի գցելու փոխարեն տուն-տունիկ խաղալով տիկնիկ եք դարձրել Քոչարյաններին, Սերժիկներին, Դաշնակներին եւ մնացած բոլոր այս ազգի դավաճաններին ու ում թելը երբ պետք է եք քաշում ինչ եթե դուք էլ շարունակեք իշխանավարել վատ է սա ոչ միտեղ չի տանելու ու մի օր երկու ձեռ եք անելու մի գլուխ բայց այլևս դուք չեք որոշելու այլևս այսպես չի լինելու Բայց ինչպես ասում են, որոշողը դուք եք, ձեզ չթվա, թե բզեզի պես ճոճքի մեջ եք, պարկել եք ու թինք եք տվել։ Հենպես որ փորձեք երկկողմանի սրիկայաբար ոչինչ չանել և որդ ինչ կա կետեք, իրարից ներողություն խնդրելու պահանջել մի դրեք։ Հենպես չի, որ դուք ավելի լավն եք, նրանք ավելի վատը, ինչ որ տեղերում այնքան նման եք,
հատկապես իշխանությունը պահելու, որ մարդու լացը գալիս է։ Էլ չեմ ասում համատարած տգիտությունը, անքաղաքավարի պահվածքը, ծամելը նկարելը եւ այսպես շարունակ։ Քանի դա այդպես է, կապ չունի, ինչ որ մարդիկ սկզբունք ունեն, ոնց թե ո՞նց կարա։ Ինչ որ սուրիկ ասի, ես էլ գնամ այդ տարերը անեմ։ Մի անեք, տարեք ձեր տուր, ձեր կանանց ու երեխեքին տվեք, ձեր ընտանիքների ճակատին խարանեք, ձեր կանանց մեջքներին գրեք այդ իմ սիրունները, որ հիացած շարունակեք ապրել, բայց մեկ օր դրա պատասխանը պիտի տաք։ Մենք, մեր նախնիները այնքան գնահատեցին մեր լեզուն, որ ասեցին մայրենի լեզու։ Իսկ հողին էլ ասեցին հայրենիք։ Հետո միացրին իրար ու ասեցին մայր հայրենիք։ Այդ արժեքը կարծես թե ձեզ չի հետաքրքրում։ Այ մի օր այդ մայր հայրենիքի տերերը ձեր եւ Էդգարների տեսակների հարցերը կլուծեն։ Մի օր մենք շատ ավելի քաղաքակիրթ կունենանք ամենքին ու հույսներս էլ շատ ավելի բարձր կլինի։ Իսկ առայժմ մնում է մաղթել, որ դուք բոլորդ խելքներդ, գլուխներդ հավաքեք եւ հանկարծ չմտածեք, թե դուք ամենան եք։ Առայժմ ցավալիորեն տարբեր զամբյուղներում դրված իրար նման մրգեր եք։ Մեկը մի քիչ ворթոտ, մեկը մի քիչ ավելի դեռ առողջ։ Էնպես արեք, չորթնեք։ Առողջ կացեք, կհանդիպենք։